Մեր հակառակորդների գլխավոր թիրախը խաղաղությունն է, որովհետև խաղաղությունը մեզ տալիս է ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակ։ Եվ հենց այդ ժամանակն են փորձելու խլել ընտրություններով, ճնշումներով, սադրանքներով կամ ցանկացած այլ մեխանիզմով, որպեսզի խափանեն օգոստոսի 8-ի պայմանավորվածություններով բացված հնարավորությունների դուռը։ Բայց խաղաղությունը չի պաշտպանվում միայն ելույթներով, հարցազրույցներով, հայտարարություններով։ Խաղաղությունը պաշտպանվում է աշխատանքով, արդյունքով։ Պատմությունը սա 1000 անգամ ապացուցել է։ Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան, Ճապոնիան իրենց ապագան կառուցեցին ոչ թե բարձրագույն լոզունգներով, քարոզներով, այլ աշխատանքով, գործարաններով, կրթությամբ, տեխնոլոգիաներով, ամուր պետությամբ։ Բալթյան երկրները անկախությունից հետո ամեն խաղաղ տարի օգտագործեցին ինստիտուտներ կառուցելու, տնտեսությունը զարգացնելու, պաշտպանությունը վերափոխելու համար, ու հենց այդ էլ դարձավ նրանց անվտանգության հիմքը։ Մեզ էլ նույն տրամաբանությունն է պետք։ Խաղաղության ամեն օրը պետք է դառնա աշխատանք գյուղատնտեսության, արդյունաբերության, տնտեսության մեջ, սահմանները ամրացնելու մեջ, զինվորի պատրաստության մեջ, դպրոցում, համալսարանում, հիվանդանոցում։ Խաղաղությունը պետք է դառնա ուժ, կարողություն, դիմադրողունակություն։ Ոչինչ այնքան չի պաշտպանում խաղաղության օրակարգը, որքան այն փաստը, որ մենք այդ օրակարգով ամեն օր ուժեղանում ենք։ Եթե մենք ամեն օր ուժեղանանք, որևէ մեկը չի կարող մեր խաղաղությունը խափանել։